Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, գործարար ալիքի եթերում դուք լսում կամ դիտում եք Modus Vivendi հաղորդումը, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Արա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Աթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր զրույցը ես կուզեմ սկսենք Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունից, ով նշել էր, որ Հայաստանը պիտի վերջնականապես կողմնորոշվի ԵԱՏՄ, թե ԵՄ, եւ ինչներ հետաքրքիր, այսպիսի մի հայտարարություն է անում Օվերչուկը, Հայաստանը չպետք է փորձի երկու աթոռի վրա միաժամանակ նստել։ Նախ ուզում եմ անդրադառնանք այս հայտարարությանը, ինչը Օվերչուկը այս հայտարարությունն անելուց առաջ չէր մտածել, որ Ռուսաստանը չի կարող միաժամանակ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի դաշնակիցը լինել։ Եվ երկրորդ եկեք հասկանանք ինչ է նշանակում պիտի վերանայի տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ, արդյոք սա սպառնալիք է, որ կխզենք այդ հարաբերությունները, որ կան։ Հռոմեական կայսրություն մի ասացված կար, որ ինչ կարելի է կայսրին, չի կարելի ցուլին։ Իրենք մտածում են հետեւյալ, ինչ կարելի է Ռուսաստանին, չի կարելի Հայաստանին, եւ դա չեն էլ թաքցնում։ Ավելին իրենք ասում են, որ մենք հանուն մեր շահերի կարող ենք ցեզ դավաճանել եւ դավաճանել, որտեվ դա գրավոր պայմանագրային պարտավորություն է, բայց դուք միևնույն է անգամ այդ դեպքում պիտի հավատարիմ լինեք։ Ինչու դրա մասին խոսած, որովհետև մենք այստեղ տարիների վեր ասել ենք, խոսել ենք, որ այն քաղաքականությունը, որը հիշում եք կոմպլիմենտար էր կոչվում, որին մաս եմ ես կազմել, դա հնարավոր էր անել 2000-ականների սկզբին, եւ մենք դա իրականացել ենք, բավականին էլ հաջող ա եղել այդ ամբողջը, որովհետև չկար կտրուկ դիմակայություն Ռուսաստանի Դաշնության եւ Արևմուտքի միջև։ 2007 թվականին, երբ որ Պուտինը հանդես եկավ իր հայտնի Մյունխենյան ճառով եւ նշեց, որ պետք է, չգիտեմ, ՍՍՄ կործանումը ամենավատ բանն է, աղետն է 20-րդ դարի, պետք է վերականգնել եւ այլն, եւ սկսվեց աստիճանական դիմակայությունը, հետո հակամարտություն, իսկ հիմա անգամ պատերազմ արևմուտքի դեմ, բնականաբար այս վիճակում դու չես կարող։ Այսինքն, եթե իրենք իրար մեջ հակասության մեջ են, դու չես կարող այդ ունենաս։ Հետևաբար այդ առումով Օվերչուկ ասում է, ինչ որ ժամանակի պահանջն է։ Ուղղակի խնդիրը հետևյալն է, որ ասենք, եթե մենք ընտրում ենք մի կողմ, օրինակ Ռուսաստանը, պիտի հասկանանք, որ էլի սրա մասին խոսել ենք Ռուսաստանի համար, Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ավելի կարևոր են, քան Հայաստանը։ Հետևաբար մենք այդտեղ որևէ անվտանգություն չենք ստանալու, որևէ տնտեսական կայունություն եւս։ Ինչու՞ չենք ստանալու, որտեղ Ռուսաստանի տնտեսական վիճակ ինքնին վատ է այս պատերազմի հետևանքով եւ այլն եւ այլն։ Իրենց հիմնական սպառնալիքը նաեւ որ դե գազը կանջատենք, չգիտեմ, շուկան կփակենք։ Բազմաթիվ անգամներ էլի ենք նշել, ուշ թե շուտ դա գալու է։ Հասկանում եք, դուք ինքնին սխալ էր կառուցել մեր տնտեսությունը եւ անվտանգությունը նման միակողմանի։ Այդ սխալը արվել է։ Ես ժամանակին, երբ որ Կանադայում Հայաստանի դեսպան էի եւ մենք ճապոնացիների ու կանադացիների հետ բանակցում էինք Հայաստանում նոր տեխնոլոգիաներով կանադական ոչ հարստացված ուրանիով ատոմակայանի կառուցման, որը պիտի Ճապոնիան ֆինանսավորեր, որի այդ հետո անգամ վճարման խնդիր չկար, ինքը պիտի էլեկտրականություն ծախեր 35 տարի ոնց որ ասած փակվեր իր բոլոր ներդրումները եւ դա պիտի ծախեր մեծ մասամբ նաեւ Թուրքիային, հետևաբար Թուրքիային չպետք է թույլ տրվեր, որ նա ատոմական կառուցի եւ հետո 60 տարի էր այդ Հիտաչի ռեակտորների գործունեության ժամկետը 25 տարի լրիվ Հայաստանի սեփականությունն էր, բայց դա նաեւ էր որ 35 տարի Հայաստանը ռուսական գազի պետք չէր ունենալու եւ շատ էժան, այսինքն այսօր 0.04 կարծեմ ցենտ է բանը մի կիլովատը մեր ատոմականի, դանից անգամ էժան գնով մենք էլեկտրականություն ենք ունենում։ Այդ ժամանակ ռուսները չթողեցին։ Մենք ուղղակի թույլ տվեցին նոր ատոմական կառուցենք։ Ինչու՞։ Հենց սրա համար, որպեսզի մենք կախման մեջ լինենք իրենց գազից, որով իրենք անդադ սպառնալով մեզ սպառնան։ Դե թող իշխանությունը որոշի 7 տարի իշխանության են, որևէ քայլ չեն արել, նույն էներգետիկ անկախության առումով։ Իդեպ ես ժամանակին, որ Նիկոլը նորեր եկե իշխանության այն ժամանակ Ավինյանը փոխվարչապետ էր։ Հիշում եք գնաց Կանադա, հետո եկավ էլի մեծ խոսած, բայց իհարկե բան չարեցին, որտեվ գնացել էին այնտեղ ավտոդողեր ծախողների հետ էին հանդիպել եւ այլն։ Թե օրինակի համար Pulni Price-ի նպատակը
պղնձամոլիբդենային կոմբինան, ասեն, որ Magma ընկերությունը կանադա-չինական, դա աշխարհի 4-րդ մեծ ընկերությունն է պղնձի եւ նրա սեփականատերը Անդրե Նազարյանն է։ Ու ես այս ժամանակ զանգեցի, լավ հիշում եմ, օգնական Ներսի Սերյան, ասի, երբ որ դուք գնում եք Կանադա, պետք է հրավիրել մինչև այդ աշխատանքը ձև եմ սովորացնում։ Դուք այնտեղ տարբեր դեսպաններ եք ունեցել, որոնք տեղյակ են։ Մի հատ հարցնում եք, ում հետ կարելի է հանդիպել, ինչ ես կասեի, ում հետ կհանդիպեիք, կարճ ասած դուք կլուծեիք բանի հարցը, մեր պղնձամոլիբդենային կոմբինատը հարցը, որը թիվ 1 հարկատունն է, ես ձեզ կասեի, որ հանդիպեք ում հետ հենց կանադական բանը Atomic Energy Canada, որը Crown Corporation, այսինքն պետական հաստատությունն է, որի մեջ էլի մարտիկա, որոնց ես ժամանակին Հայաստան բերել եմ, կկառուցեիք նոր ատոմփական 7 տարի իշխանություն եք, այդ կառուցման համար 2, 3, 4 տարի էր պետք, ավել պետք չէր։ Դա շատ ավելի կոմպակտ, շատ ավելի եւ ամենակարևորը անվտանգ, եւ ինչն է դրա էժան, որովհետեւ այս ներկայիս ատոմականի թափոնը, որ կուտակվել է մենք ցերրը կրակնենք, դառնալու էր հումք վարելանյութ նոր ատոմականի համար, որտեղ դա ոչ հարստացված ուրանիումն է օգտագործում։ Կարճ ասած, օվերչուկ օգտվում են իրավիճակից, իրավիճակն էլ իրենք են ստեղծում, որպեսզի դու այլընտրանք չունենաս, դե թույն իշխանությունը որոշի, բայց չասի, որ դե ինչ անենք, ուրիշ այլընտրանք չկա։ Այլընտրանքները ծառի վրա չեն աճում, դա դու ինքդ պետք է աճացնես եւ զարգացնես։ Նույն Ռուսաստանի կողմից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անվստահություն դարձյալ հայտնեց ուկրաինական իշխանությանը, ինչը զայրացրեց Թրամփին։ Եկեք հասկանանք ընդհանրապես ինչով է պայմանավորված այս պահանջը, որ անպայման պիտի իշխանափոխություն լինի այնտեղ, նոր ինչ-որ համաձայնագիր կնքվի եւ այլն, սա ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է իր առավելապաշտությամբ, ինքը ուզում է ինչ-որ բաների հասնի, բայց շատ ուրիշ կարևոր հարց կա։ Ինչ որ մենք Ալիևի վերաբերյալ ենք ասում, իսկ արդյոք ուզում է խաղաղություն Ալիևը կամ Պուտինը, չեն ուզում, ինչու։ Եթե տարբեր պատճառներ, կասենք մի հատ պատճառ ասեմ ձեզ, 160,000 հանցագործ բանտերից ազատ են արձակվել, տարվել են ուկրաինական ճակատ եւ կռվում են 160,000, սա թիվ է։ Իրենք էլ գազան էին, դառել են ավելի գազան։ Խաղաղություն նշանակում այդ բոլոր 160,000-ին հետ բերել, կամ ով որ փրկվել, այսինքն մի 140,000, չգիտեմ, կոն հետ բերել, չտանել բանտ։ Այդ 140,000 մարդիկ, որոնք գազանից քիչ են տարբերում, դառնալու են մեծ գլխացավանք։ Կկարողանա Պուտինը վերահսկել այդ ամբողջին, մեծ հարց է։ Մյուսը նա է, որ ոնց է հաղթանակ ներկայացնելու, այսինքն ի վերջո նպատակները որոնք են դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա եւ այլն։ Կարճ ասած, 1000 տեսակ պատրվակ է պետք օրինել, որպեսզի այդ չկնքվի, ինչպես Ալիևը 17 պահանջ առաջադրեց, հայկական կողմը ասում էր, չէ, ինչ է ասում, ես չեմ ընդունել, անընդունելի է, չգիտեմ, սահմանադրություն, սահմանադրության փոփոխություն, թող իրանք էլ փոխեն, կամ 1000 բաներ ասում, որ երբեք, հետո սիրուն 17 կետերն էլ ընդունեց, բայց անգամ դրանից հետո, դե բանը, իրենք 9 եւս պահանջ են բարձրաձայնել, 9 հատ արդեն բարձրաձայնված է, հստակ։ Այդ թվում, այսինքն, այնպիսի պահանջներ, որ չես էլ կարողանա կատարես, էլի, այսինքն կապված մեջ ֆինանսական հատուցումների հետ, կապված պատերազմի հանցագործների արգելչագործների մեջ, դրանց դատապարտման եւ այլն։ Հետևաբար Պուտինին թվում էր, որ ինքը կկարողանա մշտապես անգամ խաբել չէ, որտեղ ասում ֆրացնել Տրամփին, որտեղ Տրամփը շատ հեռու է ամբողջից։ Եվ ինչ որ հաջողում էր, բայց հիմա այլևս չի հաջողում, որտեղ Տրամփը ընկալում է որպես իր անձնական մի տեսակ ոնց ես ասեցի, բա դուք չեք ընդունում, եւ այս իր վերջի արծազույցն է ես նայում, արծազույցից երկու հարց տվեցին, պատասխանում էր եւ այլն։ Նայեք, ոճի հարցը շատ կարեւոր է։ Եթե առաջ Զելենսկու եւ Ուկրաինայի նկատմամբ Տրամփը խոսում էր բացասական տոնայնությամբ, իսկ Ռուսաստանի Պուտինի մասին դրական, այսօր արդեն Ուկրաինայի եւ Զելենսկու մասին ավելի չեզոք արտահայտություններ անում, անգամ որոշ երանգներ կան ինչ որ դրական բաների, իսկ Պուտինի նկատմամբ հակառակը,
որոշակի դժգոհություն, մի տեսակ արդեն այսպես ասած լավից եկել է դեպի չեզոք, որոշ բացասական երանգներով։ Եվ ես վստահ եմ, էլի դրա մասին այստեղ ասել ենք, որ ես սպասեք կես տարի կտեսնեք, որ թիվ 1 Ռուսաստանի թշնամին Տրամպն է դառնալու։ Տրամպը ոչնչացնելու է Ռուսաստանը, որտեվ ի տարբերություն այլ քաղաքական գործիչներ, որոնք հավասարակշռված են, ինքը հավասարակշռված չի։ Ինքը չի հասնելու իր ուզածին եւ այդ չհասնելը ընկալելու է որպես անձնական վիրավորանք։ Այդ ուղու վրա է ամբողջը գնում։ Դե հիմա մնացածը արդեն կյանքը ցույց կտա, թե երբ ես միշտ եմ ասել, հիմա եմ համոզվում, որ Ռուսաստանի պարտությունը անխուսափելի է, դրա ուղղակի դրսևորման ձևերը, փուլայնությունը, ժամանակի հարցը տարբեր է, չի կարող պատահի մի երկիր, որը աշխարհի տնտեսության 1%-ից մի փոքր ավելն է, կարողանա դիմակայել, այո, հասկանալի է, ըստ տարբեր տվյալների 450,000-ից 750,000 զոհ է տվել Ռուսաստանը, դա շատ մեծ թիվ է։ Համեմատելու համար ես ասեմ, որ Աֆղանստանում 9 տարվա պատերազմի ընթացքում 14,000 զոհ է եղել։ 14,000, իսկ 450,000 ամենափոքր թիվն է։ Դեռ մինչև 750,000-ի մասին են խոսում։ Այո, այդ ժողովուրդը դիմանում է, բանալնում, բայց Տրամպի վերջին զգուշացումը հետևյալն էր, կապված Պուտինի հետ։ Եթե Պուտինը չընդունի, ապա ես երկրորդային պատժամիջոցների կանցնեմ։ Ինչ է նշանակում այդ երկրորդային պատժամիջոցները։ Դա նշանակում է հետևյալը, եւ Տրամպը բացատրեց։ Նրանք, ովքեր կառնեն Ռուսաստանից նավթ ու գազ, մենք կարգել ենք իրենց մտնելու մեր շուկան, այսինքն Միացյալ Նահանգների շուկան։ Ես այդտեղ չգիտեմ իհարկե Հայաստանի մասին ինչ կասեն, որտեղ Հայաստանն էլ է Ռուսաստանից նավթ ու գազ առնում, ինձ թվում է մենք կպլստանք, որտեղ դա թվերը չի, այդ ինչ որ բաներ կա, որտեղ, բայց կարող է էլ գա։ Գիտեք, կարող է, այսինքն որոշում կայացնեն, որ չէ, ով որ Ռուսաստանից նավթ ու գազ առնում, նա պիտի պատժամիջոցի տակ ընկնի եւ մենք կարող է հայտնվենք պատժամիջոցների տակ։ Թեև էլ եմ ասում, բուն թիրախը դա Հնդկաստանն ու Չինաստանն է, մեծ երկրները, ովքեր մեծ քանակությամբ են առնում։ Գիտեք, ես մի զավեշտալի դեպք պատմեմ, այդ 9/11-ից 9/11-ից հետո պետքարտուղարությունը մի հայտարարություն արեց, ես այն ժամանակ արտգործնախարարությունում եմ, որոնք ասում 5 երկիր կար, որպես իսլամիստ ծայրահեղական երկրներ, այսինքն որոնց քաղաքացիների մուտքը պետք է արգելվեր Միացյալ Նահանգներ, իսկ ասենք Եմեններ, Իրաններ, կարծեմ Սիրիան մի քանի եւ Հայաստանը։ Որպես ծայրահեղ իսլամական, մենք իհարկե իսկույն խառնվեցինք իրար, բանման ասին կներեք սխալմունք է եղել, Հայաստանն անեց, ինչ է սխալմունք եղել, որտեղ ինչ որ մի հատ երրորդ քարտուղար է այդ ցուցակները, ասենք հանձնարարականը ոնց, ընդհանրապես պետական ապարատը ոնց աշխատում, վերևում գիգանտներն են նստած, որոնք խելոք բաներ երբեմն էշպաներ են ասում, այսպես ալիքով գնում հասնում այն ներքևի ինչ որ մի աշխատողի, մի 25-26 տարեկան երիտասարդ տղայի կամ աղջկա, որը մտածում է այս այսօր ուրբաթ իրիկուն է, ինքը պետք է գնա գարեջուր խմի եւ իր սիրեկանի հետ զբաղվի որոշ բաներով, արագ ինչ որ բաներ է անում, գնում է այդտեղ հիմա թե ինչ ոնց Հայաստան հայտնվել եւ հաստատ այդտեղ հիմալներ կասեին Ադրբեջանի, Թուրքիայի մատնախառը, չէ, մատնախառը, ինչ որ մեկ ինչ որ բանով, այլ նայել է Իրանի արևան երկիր, չգիտեմ, առևտուրը մեծ բան է, ասած հետեւյալն է, որ Պուտինի այս քաղաքականությունը փակուղային է, այսինքն ինքը որևէ տարբերակ չունի լավ, կա վատ եւ ավելի վատ, այն առումով, որ ի վերջո պարտությունը գալու է, պարզապես ինչքան այդ ամբողջը կձգձգի եւ ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի ժողովրդի համար, մենք էլ տուժում ենք, հատկապես եթե ավերջուկը դնում է այդ ձև ասма 2 սենտրեք, հիմա տեսեք մի քիչ դեպի արևմուտք գնացող Նիկոլը բոլոր հարցերում Ռուսաստանի հետ, բոլոր հարցերում, հələ ինքը որևէ քայլ չի արել բացի խոսալուց եւ մայիսին էլ պետք է գնա եւ ավելին կոմունիստական կուսակցությունը Գյումրի ընտրություններում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հիմա դուք գնացեք համոզեք, որ հայ ժողովուրդը դեմ է այդ ռուսական կոմունիզմին եւ այլն, մենք գիտենք, որ Վարդանիկը կոմունիստ չի, բայց դա կապ չունի, արևմուտքում կարդում են առաջ տեղը չգիտեմ քաղաքացիական պայմանագիր, երկրորդ տեղը կոմունիստական կուսակցություն, վերջ, այդ է իրենց համար կարևորը։
Իսկ բաները այսպես կոչված արևմտամետները, որոնք իհարկե արևմտամետ չեն, այլ Նիկոլիտիկունք պաշտպանող, բայց այդպես են հանդես գալի Եվրո քվ, Եվրոդաշինք այդ անուններով, նա անգամ ավականիում տեղ չունավ։ Հիմա ես նեյտրալ վերլուծաբան եմ, ենթադրենք Ամերիկայում նստած, էլի ուրբաթ օրը սպասում եմ, երբ պետք է որ գնամ ժամանակ անցկացնեմ, տվյալներ նայում եմ, չեմ խորում Վարդանիկ Նովա, Եվրոդաշինք Նովա, շատ պարզ է։ Եվրոպական ուղղությունը ժողովրդը քվ չտվեց, կոմունիստերին քվ տվեց, ուրեմն այս հասարակությունը անհույս է։ Ես կուզեի նաև անդրադառնայինք Եվրոպական միության վերաբերմունքին առ Ռուսաստանը եւ նրա իրականացրած քաղաքականությունը։ Վերջերս էլի Ռուսաստանը նշել էր, որ համաձայն է հրադադարի, եթե պատժամիջոցները հանվեն։ Բայց մի մասը գիտենք, որ Եվրոպական միության կողմից են սահմանված։ Ինչ եք կարծում, այս առումով Եվրոպական միությունը կընկրկի, կընդառաջի Ռուսաստանին, թե կշարունակի աջակցել Ուկրաինային եւ այդպիսով կունենանք հակամարտության շարունակական ընթացք։ Չէ, չի ընկրկի, որովհետեւ համարժեք չեն պահանջները, որովհետեւ ասենք զինադադարը, այդ Ուկրաինան էլ պիտի զինադադար հայտարարի, այսինքն համարժեք է դա։ Ես հայտարարում եմ զինա Ուկրաինան էլ, բայց ես հայտարարում եմ զինա պատժամիջոցները հանեն։ Պատժամիջոցները մտցվել են, որտեվ Ռուսաստանը հարձակվել է հարևան երկրի վրա եւ օկուպացել է հարևան երկրի մի մասը, հետեւաբար դրա համարժեքը պիտի լիներ զորքերի դուրս բերումը, այսինքն ինչ պատճառով որ մտցվել է, պիտի պատճառը վերանա, որպեսզի հետևանքները վերանան։ Առավել եւս Եվրոպային այդ պատերազմը առանձնապես ոնց որ ասած իր վնաս չունի, ինչ է Եվրոպային շատ լավ է, իր հիմնական հակառակորդին Ռուսաստանին թուլացնում են, աղում են, մաղում են, գցում են ծանրությունների մեջ, իսկ դա ամենակարևորն է։ Եվրոպայի թիվ 1 թշնամին Ռուսաստանն է, այդ Ամերիկան չի, որի համար Չինաստանն է, Ամերիկան sense համաշխարհային ինչ-որ գլոբալ քաղաքականություն է, Չինաստանը մրցակից է, ինչ-որ խնդիրներ կա, այնտեղ Հարավային Կորեայի հարցը կա, Թայվանի հարցը, սա Եվրոպա, Եվրոպային Չինաստանը այդքան չի հուզում, Եվրոպային հուզում է Ռուսաստանը, այսինքն միակ լուրջ վտանգը սա, իհարկե Ամերիկան փորձում է Եվրոպային համոզել, որ միգրանտներն են հիմնական խնդրեմը բանի Եվրոպայի, բայց ոնց որ թե այդքան էլ չեն համոզվում, որտեղ դե ուրիշ խնդիր կա։ Իրանք շատ բան համոզվում են, բայց հարցը առաջանում, եթե եվրոպացիները մի երեխա են ունենում կամ ընդհանրապես չեն ունենում, բա այդ տնտեսությունով պետք է աշխատի, այսինքն չարյաց փոքրագույն են էմիգրանտ, նրանց բոլոր խնդիրներով, ծայրահեղ իսլամիստներով բան Ես դեռ 90-ականներին հիշում եմ առաջ անգամ, երբ որ Բելգիա գնացի, այսպես բաներ կար, պաստառներ կար, no difference, no life։ Տարբերություն չկա, կյանք չկա։ Սկզբից չհասկացա ինչի մասին, հետո հասկացա, որ սեռերի մասին, այսինքն, որ դի սեռերը տարբերել են, որ կյանք ծնվի։ Բանա, այսինքն վիճակը այն վիճակի էր, այսինքն հասե, եւ այդ ծնելիության մակարդակը շատ ցածր է։ Դեպ նաեւ Հայաստանում է շատ ցածր ցավոց, դա բոլորս հասարակությունների մեր խնդիրն է, դրա համար Եվրոպան կշարունակի աջակցությունը, ասեմ դες, օրինակ միայն Լեհաստանը, եթե գանք Լեհաստանին, հատկացրել է 7.8 միլիարդ դոլար իր ռազմաարդյունաբերական ամբողջ այդ համակարգը բարեփոխելու, հզորացնելու, ուժեղացնելու, դա միայն Լեհաստանը, որ ամենաիհարկե շատ շահագրգիռ երկրներից մեկն է։ Նույնը անում են մյուս երկրները։ Ընդհանուր Վանդերլայնը խոստացավ 850 միլիարդ դոլար։ Այո, ժամանակի կարիք կա այդ հզորությունները ոտքի կանգնեցնելու համար, այսինքն միայն փողով չի, բայց նույն բաները ֆրանսիացիք մի ամիս առաջ մի շատ լավ ռազմական հետախուզական արբանյակ բան արեցին, արձակեցին, որը 20 սանտիմետր ճշգրտությամբ ու մանրակրթության 3D պատկերներ պիտի փոխանցի հատուկ Ուկրաինայի համար եւ այլն, այսինքն փոխարինում են 215 ռազմական արբանյակի փոխարեն Եվրոպան ունի 50 ընդամենը, Ֆրանսիային 15-ն է պատկանում, բայց գիտեք Ուկրաինայի տարածքի համար իրանք կարող են կենտրոնացնել տարածքի վրա եւ իհարկե ոչ ամերիկյան մակարդակի, բայց տանելի մակարդակի կարողանան ապահովել հետախուզական տվյալներով։ Բացի այդ նորից եմ կրկնում, Տրամպը ինքը աստիճանաբար դիրքորոշումը փոխելու է եւ ինքը դառնալու է թիվ 1 թշնամին Ռուսաստանի։
Իսկ Իրանի հետ հարաբերությունների մասին ինչ կասեք, որտեղ վերջերս սրվել է, նույնիսկ Միացյալ Նահանգները նշել է, որ կռմբակոծի եւ մաքսատուրքեր կսահմանի, հետաքրքիր է ինչ է լինելու տարածաշրջանում։ Գիտեք, որ նամակով, որի մասին հայտարարվեց, 2 ամիս ժամանակ է տրվել։ Եվ այնտեղ Իրանի ոչ միայն ատոմային ծրագրի մասին է խոսվում, այլ նաև ապառազմականացման շատ բաների մասին է խոսվում։ Իհարկե, մի կողմից Իրանը ասում է, որ հնարավոր չէ, այս պայմանները չեմ ընդունի, բայց մյուս կողմից էլ ինչ որ նաև քաղաքական գործիչներ խոսում են ընդունելու մասին։ Եվ Ամերիկան սկսել է որոշակի գործունեություն։ Ասենք ինքը Դիեգո Գարսիայի ռազմաբազայում արդեն բերել այդ օդանավեր, բանս կեն հնդկական օվկիանոսից ինքը կռմբակոծի, բանկանի եւ այլն։ Իմ կարծիքով վերջի պահին Իրանը կընդունի ամերիկյան պայմանները։ Իրանը չի գնա պատերազմի Ամերիկայի դեմ, որովհետեւ Իրանը որևէ շանս չունի պատերազմը հաղթելու։ Բայց արդեն մարտական վիճակի էր բերել հրթիռները, դա ինչ է։ Եվ ինչ տան այդ մարտական հրթիռներով։ Ամերիկայում դի ոչնչացնի, ինչ տան այդ հրթիռները։ Ինչ տան այդ հրթիռները լավագույն դեպքում իր համար լավ դեպի Իսրայելը պետք է ուղարկի։ Իսրայելն էլ նախորդ անգամ էլ ամերիկացի 2 ավիակիր բերեցին Իսրայելի ափին եւ գումարած երկաթե գմբեթ առնդոմի հակարթռային պաշտպանությանը իրենք նաև այլ հակաօդային պաշտպանություն տվեցին եւ հակարթռային պաշտպանություն տվեցին առավել եւս նաև Իրաքի եւ Սիրիայի հյուսիսարևելքի տարածքում ամերիկացիք տեղակայում են նաև հակահրթիռային պաշտպանական միջոցներ, որպիսի Իրանից Իսրայելին չխփեն։ Ամերիկան չի կարող խփի, ինքը շատ հեռու է, նման կարողություններ չունի, բայց Իսրայելին կարող է խփի։ Բայց միևնույնն է, այստեղ էլի հարց է առաջանում, այսինքն ենթադրենք, ասենք ես այն ծեր մարդկանցից մեկն եմ, որը նստած եմ ու հաշվարկում եմ, օրինակի համար, մենք խփում ենք Իսրայելին։ Ինչ որ վնաս տալիս ենք, մահացու վնաս դա չի կարող լինի Իսրայելի համար, ինչ որ վնաս տալիս ենք։ Այդ վնասը կարող լինի մի քանի 100 եմ ասում, հազար էլ չէ։ Մի քանի 100 մահի զոհվել է։ Հիմա ասենք այդ մի քանի 100 մարդ, որ զոհվեց այնտեղ, իսկ հոկտեմբերի 7-ին հարձակման ժամանակ 1000-ից ավել էր զոհվել։ Ինչ է փոխելու Իսրայելի քաղաքականության մեջ, ընդհակառակը դա լեգիտիմացնելու է Իրանի ռեժիմի դեմ, ու այդ Իրանի ռեժիմի մարդիկ հասկանում են, որ իրենք անձնապես են դառնալու թիրախ ամերիկյան հրթիռների համար։ Սա շատ կարևոր է, արդյոք իրանք ուզում են շահիդներ դառնան։ Ուրիշին շահիդացնելը շատ լավ, բայց սեփական անձը, ես ուզում եմ ձեզ չեմ, երբ որ Խոմեյնին կար, որ երեխաներին ուղարկում էին ականապատ դաշտերը ականազերծելու, ես 92-ին Թեհրանում էի, այսպես պլաստմասի բանալիներ էին ծախում, ինձ թվաց խաղալիք բանալի է, հետո բացատրեցին, որ դա դրախտի բանալին է, քանի որ էշերը սկզբից էշերին էին ուղարկում ականապատ դաշտերը, որ անցնեն եւ պայթեն, իսկ էշերը հասկացան, որ վտանգավոր է եւ էշերը համառեն չէին գնա, իրենք սկսեցին անչափահասներին բաժանել պլաստիկի բանալիներ, որովհետեւ նրանք քայլեն զորքի առաջ, պայթեն եւ ականազերծեն տարածքը, որովհետեւ զորքը գա, որովհետեւ զինվոր եւ տանկը ավելի թանկ է, քան այդ չպատրաստված 14-15 տարեկան երիտասարդը։ Դրանց կյանքը բան է, բայց երբ որ Խոմեյնին ծանր հիվանդ էր, ինքը չէր ուզում գնալ Ալլահի գիրք, ինքը աշխարհի տարբեր տեղից լավագույն բժիշկներին, դեղերին հնարավորինս բերեցին, որ այս մեղապարտ աշխարհում ինքը երկար հնարավորինս մնա, այդ ձևա կյանքը։ Գիտեք, ովքեր անգամ հավատում են դրախտի գոյությանը, միայն այդքան չեն շտապում գնան այնտեղ, դրա համար այդ մարդիկ, եթե իրանք պիտի գնան Իրանի հետ, կներեք, Իսրայելի հետ բախման, որ նշան պատերազմը Ամերիկայի հետ, իրանք պիտի խաչքաշեն սեփական կյանքի, եւ չեմ ասում, բնականաբար Վաշինգտոն այդ բանի վրա չեն գնա դրան։ Այստեղ հարցը հետեւյալն է. Եթե Իրանում պիտի լինեն փոփոխություններ, մեզ շատ համար կարևոր է, որ դրանք լինեն արագ, հեզասահ եւ առանց ցնցումների, որովհետեւ ցնցումների պարագային
եւ երկարելու պարագային բնականաբար միացվելու են այլ գործոններ, որոնցից մեկը սեպարատիստական գործոնն է, այսինքն Ադրբեջան, բելուչներ, բաներ եւ այլն, որը մեզ ձեռ չի տալի։ Երկարատև պատերազմի ժամանակ Ադրբեջանի դերը Միացյալ Նահանգների համար կկարևորվի եւ Իսրայելի համար կկարևորվի։ Հետեւաբար Իսրայելը պիտի Ադրբեջանը դրա դիմաց ինչ որ մի բան ուզի։ Լավ, ես տալիս եմ իմ տարածքը օգտագործեք, մի բան էլ ես եմ բանանում, որ բանը դիմաց ինչ եք տալիս։ Թույլտվություն հարձակվելու Հայաստանի վրա, թույլտվություն գրավելու, չգիտեմ, զանգել եւ այլն։ Համար մեզ ինչքան Իրանը շուտ հաշտվի եւ լեզու գտնի արևմուտքը, դա մեզ համար շատ լավ է, իրանց համար էլ լավ է։ Շատ շնորհակալ եմ, պարոն Պապյան, հետաքրքիր վերլուծության եւ զրույցի համար։ Իսկ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։